Ամենաբարձր մակարդակով երկու հանդիպում, ձեռք բերված, բայց այդպես էլ չիրականացված պայմանավորվածություններ։ Ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի ակտիվություն սկսվեց, սակայն բանակցային գործընթացում ըստ էության 2016 թվականին նույնպես առաջընթաց չարձանագրվեց։ Քառօրյա թեժ մարտերից մեկ ամիս անց մայիսի 16-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կես տարվա դադարից հետո կրկին նստեցին բանակցային սեղանի շուրջ։ Ամերիկյան նախաձեռնությամբ Վիեննայում կայացած այդ հանդիպումը, սակայն, ոչ թե բուն ղարաբաղյան բանակցություններ էին, այլ դրանք վերսկսելու փորձ։ Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները վերահաստատեցին, հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Договорились добиваться соблюдения перемирия, прекращения огня. Ամերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի միջնորդները նաև հայտարարեցին, որ Սարգսյանն ու Ալիևը հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմը և զգալիորեն ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը։ Договорились о том, что ОБСЕ будет формулировать конкретные шаги, позволяющие расследовать инциденты на линии соприкосновения. Մի քանի ժամ տևած քննարկումից հետո Սերժ Սարգսյանը Վիեննայում Ազատության հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ բավարարված է հանդիպումից։ Հայաստան վերադառնալիս օդանավում տված առավել ծավալուն հարցազրույցում Հայաստանի նախագահը նշեց, որ պաշտոնական Երևանն առաջարկել է մինչև հաջորդ հունիսին նախատեսված հանդիպումը հաստատել հրադադարի պահպանման ԵԱՀԿ-ի մշտադիտարկումը։ Սերժ Սարգսյանի խոսքով Ալիևը չէր առարկել, միայն թե Հայաստանի նախագահին դա դեռ շատ հավատ չէր ներշնչել։ Ադրբեջանի նախագահը նայելով համանախագահներին եւ ինձ ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան այդ գործընթացը։ Վստահ եմ, պատկերացնում եք իմ պատասխանը, բայց սա է։ Ադրբեջանի նախագահը այսօր տասնյակ անգամ կրկնեց, որ Ադրբեջանը միայն ու միայն խաղաղությամբ է ուզում լուծել այս հարցը։ Լավ վիճակ չի, բայց իրական վիճակը դա է։ Իդեպ այս հարցազրույցում Հայաստանի նախագահն առաջին անգամ պաշտոնապես բարձրաձայնեց, թե քառօրյա պատերազմի արդյունքում տարածքային ինչ կորուստներ է կրել Լեռնային Ղարաբաղը։ Որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800,000 հեկտար, կորցրել են 800-ի չափ հեկտար, դա 1/1000-ն էլ չկա։ Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն։ Վիեննայում կայացած հանդիպումից բավարարված էր նաև Ադրբեջանը։ Երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում։ Բանակցային գործընթացից դուրս մնացած պաշտոնական Ստեփանակերտը նույնպես դժգոհ չէր Վիեննայի հանդիպումից։ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը այդ հանդիպումը բանակցությունները վերակենդանացնելու հնարավորություն որակեց, կարևորելով հատկապես սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը։ Եվ եթե օրինակ այս մեխանիզմները սկսեն մշակվել եւ ներդնվել, առանց Արցախի մասնակցության, օրինակ, մի փոքր օրինակ է, անհնարին է դա իրականացնել։ Ի վերջո այդ սարքավորումները, օրինակ, որ պետք է դրվեն նաև Ադրբեջանա-Արցախյան սահմանի երկայնքով, ով պիտի դա իրականացնի։ Մերտեղ չի կարա իրականացնել դա Շվեյցարիան կամ Զիմբաբվեն։ Մենք պետք է անենք։ Հետևաբար կամա թե ակամա ուզում է դա Ադրբեջանը թե չի ուզում, այդ գործընթացին Արցախը մասնակից է լինելու։ Ի վերջո նրանք պատերազմել են մեր դեմ այս 4 օրվա ընթացքում, մինչև հիմա շարունակում են ահաբեկչության իրենց քաղաքականությունը վարել։ Այդ ոնց է պատերազմում մեզ կողմ են ճանաչում, իսկ բանակցություններին չեն ուզում։ Չնայած հայտարարվող համաձայնություններին, Վիեննայի պայմանավորվածություններից կյանքի կոչվեց միայն մեկը։ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կրկին հանդիպեցին։ Նախաձեռնությունն այս անգամ Ռուսաստանինն էր, միջնորդն էլ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը տեղեկացրեց, որ կողմերը համատեղ հայտարարության տեքստ են համաձայնեցրել, իրենց հավատարմությունը հայտնելով կարգավորման գործընթացին, ինչպես նաև պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը։ Հայտարարության մեջ, սակայն, խոսք
չկար հրադադարի խախտումների քննության մեխանիզմների ներդրման մասին։ Մինչդեռ Վիեննայի հանդիպմանը, ըստ հաղորդագրության, նախագահները համաձայնության էին եկել նաև այս հարցի շուրջ։ Այդուհանդերձ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը բավականին օգտակար էր։ Եվ այսպես որոշ զգուշությամբ կարող է ասել, որ նաև կառուցողական մթնոլորտում էր, որովհետև որոշ հարցերի շուրջ նախագահները այն ըմբռնման եկան, որ եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավոր կլինի բանակցային գործընթացը առաջ շարժել դեպի հիմնախնդրի կարգավորման առաջընթացի։ Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը Ստեփանակերտում այս անգամ արդյունավետ որակեցին, իսկ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման համար տարիներ են պետք, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը։ Չպետք է մտածել, որ մեկ-երկու հանդիպան ընթացքում կամ մեկ-երկու տարում դա միշտ է լինելու։ Իհարկե լավ կլինի, ցանկալի կլինի, որ ինչքան շուտ այնքան լավ։ Բայց պատկերացրեք, ինչպեսի դա գործընթաց է։ Պետք է մշակվեն մեխանիզմներ, այնուհետև սկսեն ուրեմն նրանք կիրառվել, հետո փորձեն ֆիքսել զինադադարի ռեժիմի խախտումները։ Հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը նախագահների մակարդակով վերջինն էր 2016 թվականին։ Թեև հայտարարվող նորանոր համաձայնությունների անցնող տարում Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները այդպես էլ չվերսկսվեցին։ Ավելին, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից որևէ մեկը 2016 թվականին կյանքի չկոչվեց։ Պաշտոնական Երևանն ու Բաքուն անգամ չհստակեցրեցին, թե ի վերջո կարգավորման ինչ փաստաթուղթ է դրված բանակցային սեղանին։ Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հետ հանդիպած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչդեռ դեկտեմբերին կայացած ՀԱԿ համագումարի ընթացքում հայտարարեց, որ բանակցությունների սեղանին դրված է կարգավորման փուլային լուծման տարբերակը, որի հանգուցալուծմամբ նախատեսվում է Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղին հարակից բոլոր 7 շրջանները Ղարաբաղին միջազգայինորեն ճանաչված կարգավիճակ տալու դիմաց։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ 18 տարի առաջ ասում էի կա, հիմա ցույց տվեք, գոյություն չունի, այն ինչ որ դրված է հիմա սեղանին, նույն փուլային տարբերակ։ Այսօր բանակցությունների սեղանին ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 97 թվականին, այն է, որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայինորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը, երաշխավորված Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։ Սա է, ուրիշ բան չկա, ոչ մի հեքիաթի չհավատակ։ Վաղը կբերենք, կտեսնենք։ Ես նույնիսկ հիմքեր ունեմ կասկածելու, որ նույնիսկ 97 թվականից ցածր կարգավիճակ ունի այսօրվա լուծումը։ Օրեր անց առաջին նախագահին հեռակա կարգով հակադարձեց գործող նախագահը։ Արտգործնախարարությունում կայացած ամանորյա ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երբևէ որևէ մեկը ճշգրիտ տեղեկություն չի հայտնել բանակցությունների վերաբերյալ։ Պարբերաբար փորձագետների, քաղաքական գործիչների կամ իրենց այդպիսիք համարողների կողմից հրապարակ են նետվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ այսպես կոչված տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ վարկածներ։ Ես շատ հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք։ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերսկսման կամ նախագահների մակարդակով նոր հանդիպման մասին առայժմ որևէ պաշտոնական տեղեկություն չկա։ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ շփման գծում գրեթե ամեն օր խախտելով հրադադարի ռեժիմը, տարեվերջին Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ կատարեց նաև ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում։ Մի քանի ժամ տևած մարտի ընթացքում զոհվեց հայկական բանակի 3 զինծառայող։ Ընդհանուր առմամբ ադրբեջանական հարձակումների ու կրակոցների հետևանքով հայկական կողմը 2016 թվականին ունեցավ ավելի քան 110 զոհ։